Բարև ձեզ սիրելիներ, այսօր մեր հերթական Աստվածաշնչի ճամփորդության էջերով ենք անցնելու եւ այսօր մենք ավարտում ենք 4-րդ թագավորաց գիրքը եւ այսօր վերջի գլուխն է 25-րդ գլուխը։ Փառք Աստծուն, որ նա մեզ մինչեւ այսօր օգնեց։ Այս գլխում կատարվում են տարիներ շարունակ հնչած մարգարեությունները։ Բաբելոնի բանակը գրավում է Երուսաղեմը, քանդում է Տիրոջ տաճարը, այրում քաղաքը եւ ժողովրդին տանում է գերության։ Սեդեկիա թագավորը փորձում է փախչել, սակայն բռնվում է եւ Հուդայի թագավորությունը վերջնականապես կործանվում է։ Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ ավարտվել է եւ Աստծո խոստումները ձախողվել են, բայց Աստված երբեք չի լքում իր ուխտը։ Գլխի վերջում տեսնում ենք մի փոքրիկ, բայց կարևոր հույսի նշան։ Գերի թագավորը Հովակինը ազատվում է բանտից, նրան պատիվ է տրվում Բաբելոնի արքունիքում եւ ամեն օր հաց է ստանում թագավորի սեղանից։ Սա ցույց է տալիս, որ Աստված չի մոռացել Դավթի տան հանդեպ իր խոստումը, թեև ժողովուրդը գերության մեջ է, Աստծո փրկության ծրագիրը շարունակվում է առաջ շարժվել։ Այս գլուխը մեզ ուղղում է դեպի Հիսուս Քրիստոսը։ Դավթի երկրային թագավորությունը կարծես ավարտվեց, բայց Դավթի սերնդից ծնվեց Հիսուսը, հավիտենական թագավորը։ Երբ մարդկային բոլոր հույսերը կործանվել էին, Աստված պատրաստում էր ամենամեծ փրկչին։ Հիսուսը եկավ, որպեսզի մեզ ազատի ոչ թե Բաբելոնի գերությունից, այլ մեղքի, մահվան եւ սատանայի գերությունից։ Նրա թագավորությունը երբեք չի կործանվելու։ Հալելույա։ Այս գլուխը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ ամենախավար ժամանակներում Աստված շարունակում է գործել։ Եվ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, Հիսուս Քրիստոսը նոր սկիզբ է պատրաստում։ Նրա խոստումները երբեք չեն ձախողվում եւ նրա շնորհը միշտ ավելի մեծ է, քան մեր անկումը։ Ամեն։ Գրեք մեկնաբանություններում, եթե գրանցված չեք դեռևս գրանցվեք եւ կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի Աստծո խոսքը շատերին հասնի։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Կհանդիպենք հաջորդ գրքում։